Բարև ձեզ։ Ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև Լուսյան։ Գիտեք ինչքան հաճելի է, որ դուք ինձ չեք ճանաչում, բայց երբ որ ձեզ ձերբակալեցին, առաջին մարդը, ով որ ցույց արեց Բելարուսիայի դեսպանատան դեմ, դա եղել ենք մենք։ Հա, ես շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ ձեզ։ Ուղղակի sense նիկերով ասենք մի քիչ դժվար է մարդկանց ճանաչել, էլի կոմունիստ։ Գիտեք ինչքան են այտենց գրած մտնում էս էֆիրները, չես կարող հասկանալ։ Երևի կոմունիստը էս դարաշրջանում այդքան մոդայի կանուն չի, որ բոլորը մտնեն, բայց ամեն դեպքում մենք իրոք կոմունիստ ենք, ես Արտուր Ֆարմանյանն եմ, մեկ անգամ եւս Շատ ուրախ եմ։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը, եթե հետաքրքիր կլինի ձեզ, կարող եք մտնել ի մեջ, տեսնել ելույթները եւ դուք ձեզ համար կանեք հետեւություններ։ Ես որ ձեր պահով որ հիշացրեցի, այդ ուղղակի ինչի համար ասեցի կներեք, ես նրա համար ասեցի, որ մենք ռեկլամի կարիք չունենք։ Եթե մեր քույրը կամ մեր եղբայրը գտնվում է նեղության մեջ, դա մենք համարում ենք ոչ թե անձնական խնդիր, այլ համահայկական խնդիր։ Այդ պրինցիպով ենք մենք շարժվում։ Իդեպ ասեմ, որ ես ինչպես դուք 55 տարեկան, չէ, 55 տարեկան ես եմ, կներեք, բայց 55 տարի ապրելով, հա, 50 տարին ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ծնվելով, մեծանալով, ուսումս առնելով Ռուսաստանում։ Իդեպ ասեմ, որ ասենք Մոսկվա քաղաքում ինձ ճանաչում են շատ մարդիկ։ Իսկ Բելարուսիայում ճանաչում են շատ լավ մարդիկ, ովքեր մեր գաղափարակից ընկերներն են եւ շատ անուններ չտամ ուղղակի էֆիրի մեջ, որոնք ես իրենց հարցրեցի ինչ կարող ենք անել մեր հայրենակցու համար, ասեցին Արտուր Իգիշևիչ, сделайте шествие возле посольства Беларуси Республики Армения։ Ու մենք դա արեցինք, դրանից հետո մեծ արգո պարոն Ծառուկյանը իհարկե արեց նա, ինչ որ արեց, դե պարոն Ծառուկյանը դա պարոն Ծառուկյանն է, իսկ մենք համեստ Մենք էլ սովորական մարդիկ ենք։ Շնորհակալություն բոլորիդ, մեր ընկերոջ Բելային, մեր հայրենակցուհուն, մեր հպարտ հայրենասեր, հա, Բելային, սենց աջակցելու համար շնորհակալություն բոլորիդ, Փառք Աստծո, հիմա մեր հետ է եւ փոխադարձ է այդ ամենը, բայց Աստված ոչ անի։ Իհարկե Բելան գիտեք, ազգի համար էր անում եւ պարտական էինք բոլորս, Բելա ջան։ Հազար ներողություն, ես բարձրացել էի ոչ թե նրա համար, որ հիշացնեի ինչ ենք մենք արել, ես ուղղակի ուզում էի իմ շնորհակալական խոսքը, որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար, մեր քույրիկին Բելային հարտահայտելու համար, որ նա մեծ գործ է անում, ներկայացնելով հայ ազգին հանրությանը։ Չնայած մեր տարեկից մարդիկ բոլոր հանրապետություններում գիտեն ով է հայ ազգը, ինչ մեծագույն մեծ մարդկանց է տվել, բայց ամեն դեպքում այն աշխատանքը, այն պայքարը, որ ինքը տանում է իրեն ճակատում, մեր կուսակցության կողմից, անձինս իմ կողմից շատ գնահատելի է։ Եվ ես ուրախ եմ, որ մենք ունենք այդպիսի քույրեր, ովքեր չեն հանձնվում, չնայած որ ձեր երիտասարդ տարիքին, այդ մենք ենք մեծացել այն երկի վրա վրագույնի զդայոցը նаш գորդի վարյակ, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ Բելա ջան։ Մենք էլ ենք այդ երկի ծանոթ ենք, որ Ես շատ ուրախ էի ձեր հետ շփվելու համար, ես ողջունում եմ ձեր հյուրերին, ես ողջունում եմ իրական հայերին, ովքեր հոգով սրտով մնացել են հայ, եւ ես ձեզ մաղթում եմ բարի եթեր, շնորհակալություն որ լսեցիք։ Արտուր ջան, քեզ շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ ձեր նման մարդու հետ ծանոթացա, ափսոս որ չեմ ճանաչել սրանից առաջ, բայց մի հատ դե քանի որ բարձրացել եք, մի հատ հարց տամ էլի, որպես կոմունիստ, ասենք դուք հիմա այժմ մեր երկրում ինչ որ կատարվում է, ինչ եք դրա մասին մտածում, օրինակ Եթե դուք այսօր ժամանակ ունենաք, այսօրվա իմ էֆիրը ես նվիրել եմ հենց դրան, ինչ որ կատարվում է, իդեպ ասեմ, մարդիկ ճանաչելով կոմունիստական, եթե թույլ կտաք ձեր եթերում ասեմ, մեր գաղափարախոսությունից կոմունիզմ է մենակ բառը մնացել։ Ես գրել եմ 2 տարի 7 ամսվա մեջ գիրք Արտուրիզմ, Արմյանский путь развития коммунизма։ Շուտով հրապարակվի այդ գիրքը, ես անպայման, եթե դեմ չեք ես կնվիրեմ, այնտեղ դրած է ամբողջ գաղափարը, որը որ կա, որը որ ես տեսնում եմ, մի քիչ գիտեք ինձ մարդիկ կարող է խուսափում են, ես չեմ խուսափում, այսինքն կոմունիզմը դա նման է չինականին, բայց սա նացիոնալ կոմունիզմն է, այսինքն վերցրած հայկական կոմունիզմը, հայկական մենտալիտետը, հայկական տրադիցիաները, հայ աղջիկա, հայ կնոջ, հայ տղամարդու վերաբերմունքը հայրենիքին։
Էտա վերցրած, հասկանում եք, դե բնական է, ասենք ես որպես կոմունիստական գաղափարախոսության կրող անձ իհարկե ափսոսում եմ փլուզումը խորհրդային միության, քանի որ ասենք չինացիները այս մոդեռնիզացիան որ արել են սովետական միության հիմքի վրա, բայց ցավոք սրտի դավաճանությունը այնպիսի մի բան է, որ եղել են նաև կոմունիստական կուսակցության շարքերում, Գորբաչով, Ելցին, Յակովլև եւ այլն, դա է по списку, այն Ելցինը, որը որ խոսում էր уважаемый любимый дорогой Леонид Ильич Брежнев, տարիներ անց ասում է Господь благослови Ամերիկու, հասկանում եք, այդ դավաճանությունը այդպիսի բան է, իսկ ասենք վերադառնալով ձեր հարցին ես ասում եմ հետեւյալը, այսօր կոչ եմ արել ես հայ ազգին, ասելով որ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը գցեց ավտոմատ ձևի ժողովրդի գրպանը, որ ժողովրդին նախընտրական շեմին ինքը ասել է որ անկլավները տալու եմ Եվ եթե ժողովուրդը եկել է ինձի ձայնատվել, այսինքն դա ընդունել է ժողովուրդը։ Իսկ մենք մեր հայ ազգը այնպիսի մի ազգ է, յուրահատուկ ազգ է, շատ ընտիր ազգ է, բայց մենք չենք սիրում լինել մեղավոր։ Հասկանում եք, եւ եթե այսօր ազգի ներկայացուցիչին անգամ նրանց, ովքեր ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, դու ես ձայնը տվել, դու մեղավոր ես, նա արդարացնելու է Նիկոլ Փաշինյանին, չլինելով իրան չճանաչելով մեղավոր։ Այդ դա է մենք չճանաչելով մեր մեղավորությունը, մեր սխալը, այդտեղ է մեր ողբերգությունը, հարգելի Բելաջան։ Մենք բոլորին կարող ենք ճանաչել մեղավոր, բացի մենք մեզանից։ Ես միշտ ասել եմ, որ եթե Ձեր վրա ժալաբաներ գցեցին, գիտեք։ Հետի ժալաբաներ պիտի գցեն, դե մենք կոմունիստներ ենք, թող գցեն, ջանդամ գյորդ գցեն, բայց մենք գլխավոր ասում ենք հետևյալը։ Տես, որ ժալաբաներ գցում են, ես ուրախանում եմ, գիտեք ինչի համար, քանի որ իրանք արդեն վախենում են։ Իրանք վախենում են, բայց ճշմարտությունը ճիշտ է, կարա լինի հազարատ, բայց ճշմարտությունը մի հատն է եւ անսպալնելի։ Դրա համար բացասական եւ հայ ազգի միաբանությունը, հայ ժողովրդի միաբանությունը միայն կբերի հաղթանակի, քանի որ այսօր մենք անդունդի ծերից արդեն մի մատով ենք կախված։ Մի մատով են կախված։ Եվ ուզում եմ ասեմ հետեւյալը, որպեսզի շատ ժալեբաներ չանեն ինձ վրա եւ անձինս ձեր վրա, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե հայոց առաքելական սուրբ եկեղեցին, կեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, միայն հայկական Արցախը եւ ոչ մի Ղարաբաղ, կեցե Մասիս լեռս եւ մեր հիանալի Սևանալիճը։ Կգա մի օր, որ հայ ազգս համախմբված կվերադառնա մայր հայրենիք եւ մայր հայրենիքը ջերմորեն կդիմավորի եւ խոնարհմամբ կասի շնորհակալություն քեզ հայ ազգ։ Այսքանը ես ձեզ մաղթում եմ բարի եթեր, լավ եղեք, ամուր եղեք, 24-ը 7-ի վրա ես ձեր տրամադրության տակ եմ, եթե պետք կլինի ցանկություն կունենաք իմ հեռախոսի համարը մեծ հաճույքով կտրամադրեմ։ Ողջունում եմ բոլոր հայ ազգին, հայ ճանաչող, հոգեպես հայ լինող մարդուն։ Ձեր ցավը տանեմ, պինդ եղեք, մենք այսօր փոքրամասնություն ենք, բայց մենք ուժ ենք, եւ ամեն ինչ լինելու է գերազանց։ Հույսով եմ Մենք քիչ ենք, սակայն պես մեզ հայ են ասում եք ելքը։ Այո։ Եղա Բելաջան, շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Լավ, Արտուր ջան, ձեզ շնորհակալ ենք շատ։ Տեսնում ձեզ։ Հաջողություն։ Հաջողություն։ Հաջողություն։